Բարի լույս, սիրելի հայրենակից, սիրելի երևանցի, սիրելի արաբկիրցի, ուզում եմ ձեզ նորից տեղեկություններ հայտնեմ դեպքի վայրից, տեսնում եք այսօր առավոտը խաղաղ է այստեղ, չեն աղմկում այս ծանր մեքենաները, նայեք, Արարատը սպիտակ է, շատ գեղեցիկ էր այսօր, այս շենքերը, որը կառուցվեցին հետագայում, փակեցին ամբողջ տեսադաշտը, երբ 1925 թվականին հիմնադրվել էր Արաբկիր նոր քաղաքը, դիմացը մեր Արարատներ, իսկ թիկունքին Արագածը, տեսադաշտը շատ շքեղ էր, բայց քանի որ քաղաքը սկսեց մեծանալ եւ ընթացքում էր նաեւ ապականվեց, այդ տեսադաշտը իհարկե փակվեց։ Հիմա ուզում եմ ձեզ այս ցույց տամ այս վիճակը, որ խաղաղ է, չեն փորել, բայց դուք տեսեք ինչ են անում, այսինքն նայեք ինչքան են թողել այդ ցանկապատից տարածք, այսինքն ամբողջությամբ փորում են։ Ակնհայտ է, որ պատկան մարմինները պարտավոր էին դադարեցնել այս շինարարությունը, որովհետև ըստ քաղաքաշինական նորմերի, որոնք պարտադիր են, այս պահի դրությամբ ցանկացած հողատարածքի դեպքում, եթե տեղի է ունենալու շինարարություն, կառուցապատում, ապա այդ տարածքի միայն 40%-ը, 60%-ը կարելի է կառուցապատել, իսկ 40%-ը պարտադիր պետք է մնա կանաչ տարածք, իսկ մենք տեսնում ենք արդեն, որ այս վայրագության հետևանքով 80%-ը փորված է, եթե ոչ ավել, 99.5% միգուցե, չափագրված չի իմ կողմից այս պահը, բայց այնուամենայնիվ անձայն աչքով մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ 80-ը հաստատ փորված է։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները իդեմս տեսչական մարմինների եւ քաղաքապետարանի աչք են փակում այս ապօրինությունների նկատմամբ, այդ թվում նաեւ դատարանները, բայց սա իհարկե ժամանակավոր է, որովհետեւ այս իշխանությունները վաղ թե ուշ հեռանալու են, բայց այս անգամ ոչ թե իրենք հեռանալու են այն բռնել բաց թողելու տրամաբանության ներքո, այլ բռնվելու են եւ երկար տարիներ անցկացնելու են բանտախցերում, միջև իրենց մահկանացում կնքելա եւ դեռ ավելին, ես չգիտեմ, նրանք ունենալու են իրենց գերեզմանները թե ոչ, որովհետեւ այս ինչ որ կատարվեց իրենց կողմից, սա ցեղասպանություն էր բոլոր իմաստներով եւ հայ էթնոսի նկատմամբ եւ հայ մշակույթի նկատմամբ, իսկ էթնոս առանց մշակույթի այդ մշակութային հենքի չի կարող ապրել։ Հիմա տեսեք սրանք, որ այս ընդերքը փորում են, ցերեկը այս ամբողջ պատը, որ նայեք այս պատը եւ գետինը ցնցվում է, ուղղակի sense դղրդում է, որովհետեւ հնարավոր չէ այս բազալտային շերտը հեռացնել այդպիսի փորվածքի, եթե չփորեն այդպես, այս ծանր մեքենաներով։ Մեր ավանդույթների մեջ կա այդպիսի մի հասկացություն, թող հողը թեթև լինի կամ հողը խաբար չտա։ Հիմա սրանք ամեն ինչ արել են, որ այս հողը խաբար է տալիս, ում է խաբար տալիս, պարզվում է, որ այս անումը, ով որ կրում է այս գործողությունները իրականացնողը, բացի այն, որ ապօրինի շինթույլտվություն է տրամադրվել Տիգրան Ավինյանի կողմից, այստեղ կա նաև այլ մեկը, ում տրամադրվել է այդ շինթույլտվությունը, կոչվում է Ադամիում ՍՊ, Վահրամ Ադամյանին տրամադրվել է ճարտարապետանախագծային առաջադրանք, որը այս պայդրությամբ արդեն իսկ խախտված է, որովհետև կա քաղաքաշինության կոմիտեի կողմից հստակ ցուցումներ, որ հարակից տարածքները պետք է տեղ ունենան, այսինքն ապահովեն այլընտրանքային ելքն ու մուտքը այս տարածք, մինչդեռ տեսնում եք այս դարպասները, միայն այդ դարպասներից է հնարավոր մուտքը տարածք, իրենք այլընտրանքային մուտք չունեն, չեն կարող ունենալ, որտեղ ամբողջ տարածքը ծանրաբեռնված է շինություններով, որոնք հնարավորություն չեն ընձեռում այլընտրանքային մուտքի համար։ Հիմա տեսեք, այս Վահրամ Ադամյանին տրամադրվել է այդ ճարտարապետա
նախագծային առաջադրանքը, որը այս պահին խախտված է, ակնհայտորեն նաև կա քաղաքաշինության կոմիտեի ցուցումները, որ պետք է վերացվեն, այսինքն նոր տրամադրվի թույլտվություն, եւ կա թույլտվություն Ադամիում ՍՊ-ին, որտեղ հիմնադիրներն են այս Վահրամ Ադամյանի զառամյալ ծնողները, ես դες ցույց եմ տվել այդ ծնողների տարածքը, որտեղ գրանցված է այս պաշտոնապես գրանցված է Ադամիում ՍՊ-ն, դա գտնվում է Երևանի Զեյթուն թաղամասում, Ռուբինյանց փողոցում եւ երկու մուտքանի շենքի տարածքում ինչ որ բնակարան 19, 121 կոտորակ 3 շենք, բնակարան 19։ Ես բարձեցի, որ այդ Վահրամ Ադամյանի հորն ու մորն է պատկանում այս Ադամիում ՍՊ-ն, զառամյալ ծերունիներ են, այս զառամյալ ծերունիներից մեկի անունն է Գայանե Վերդյան, իսկ մյուսի անունն է Աթաբեկ Ադամյան, այս Աթաբեկ Ադամյանը Facebook-ում ինչ որ էշի վրա նստած ման է գալիս, ինչ որ տեղեր է գնացել եւ այլն, բայց գրառում էր կատարել եւ հիշել էր իր անցյալը։ Սրանք փախստականներ են Արծվաշեն գյուղից, իսկ Արծվաշենը դա մտնում է Հայաստանի Հանրապետության վարչական տարածքի մեջ եւ հանդիսանում է ճամբարակ համայնքի բաղկացուցիչ մաս։ Այս մարդիկ չեն գնում օրինակ ճամբարակը շենացնեն կամ որոշեն գնան այս միլիոնները, եթե այստեղ են ծախսում կամ չգիտեմ ինչ են անում, լվանում են, պարզ չէ, ինչ գումարների մասին է խոսքը այստեղ, գնան Արծվաշեն ազատագրեն, եկել են այստեղ Երևանն են զավթում եւ քանդում։ Այդ Աթաբեկ Ադամյանը պատմվածք էր գրել, հիշել էր իր պապուն, թե իր հորը, չգիտեմ, Պետրոսին համենայն դեպս։ Ես մի հոդված տպագրեցի, այսինքն եւ դա ունենալու է շարունակություն, շարունակությունը շուտով լինելու է հարցականով այդ Պետրոսը, այդ պապը Խավոր Պետրոսն է, թե իրոք պատկառելի Պետրոս է, բայց հիմա թող հողը խաբար տա, եթե դա պատկառելի Պետրոս պապն է, ապա թորները, քո սերունդները այսօր եկել են Արծվաշենի, որը իդեպ հանգչում է Արծվաշենի գերեզմանատանը, այդ Պետրոս պապը, եթե դու իրոք պատկառելի Պետրոս ես, ապա պետք է այս ընդերքը հատկապես այս քանդելու դեպքում հողը քեզ խաբար տա, այս ընդերքը քեզ խաբար տա, որ քո սերունդները վայրագություն են իրականացնում Երևանում, իսկ եթե դու չդադարեցնես, այսինքն սերունդներիդ ուղերձ չփոխանցես անդր կամ երկնային կյանքից, որ դադարեցնեն այս ապօրինությունը, ապա դու հավանաբար կլինես արդեն Խավոր Պետրոսը, մեր ազգային պատմության մեջ մենք ծանոթ ենք նաև Խավոր Պետրոսներին, երկու դասակարգում կարող է լինել տվյալ պարագայում, իդեպ ինչ որ մեկն էլ այս Ադամիում ՍՊ-ի տերերի որդիների անունն է Պետրոս է, դրանք նաև ինչ որ այլ ֆիրմա են ինչ որ շահագործում, այնպես չէ որ ես հանգիստ եմ ձեզ թողելու բոլոր առումներով, իրավական, քաղաքական, բարոյական, բոլոր դաշտերում ես ձեր հետ պատերազմ եմ տալու, որովհետև այս տարածքը չէր կարելի այսպես ապականել, 100 տարեկան տները չէր կարելի քանդել, այս կանաչ տարածքը չէր կարելի վերացնել, այս տարածքում կային մեծ սաղարթախի ծառեր, դրանք չէր կարելի քոքա անել, ծաղիկները, ամբողջ տարածքը կանաչ, գեղեցիկ, դուք սա վերացրեցիք, բերի շերտը հանեցիք, սա ձեզ իհարկե չի ներվելու, դուք պատժվելու եք, այնպես չէ որ հիմա այս մեկ ամսվա ընթացքում դուք կարողացաք այս վարագությունը իրականացնել եւ դա ձեզ ներվելու է, չէ, այդպես չէ, բոլոր առումներով պատասխան եք տալու, ինչպես 100 տարի առաջ թուրքերը ինչ արեցին մեր հայրենիքի հետ, նույնը նրանք են պատասխան տալու, այսինքն թուրքը, որը մարդկության վատ որակն է, ինքը պատժվելու է եւ այդ պատիժը շուտով հասնելու է։ Այսքանը ես այս ռեպորտաժը արեցի նաեւ դատարանի համար, որովհետեւ ինձ համար շատ կարեւոր է
նաև այս փաստագրումները, այս տեսաձայնագրությունները, որպիսի դատարանում 3 հայց կա ներկայացված, այդ հայցերը վաղ թե ուշ բավարարվելու են, ուղղակի ովքեր ինձ չեն ճանաչում, նրանց թվում է, որ այսպես կարող են հեշտ ու հանգիստ անցնել գնալ, ոչ, այդպես չի լինելու, բոլոր ուղղություններով, դատական կարգով, քաղաքական կարգով, իրավական կարգով, այդ թվում նաև բարոյականության հետ խնդիր ունենալու պարագայում, իսկ սա բարոյականության նաև հարց է առաջնահերթ։ Այս դեպքում բոլոր նրանք, ովքեր թույլ են տվել այս վայրագությունը, պատժվելու են։ Այսքանը, հարգելիներս, իսկ այս ուղերձը եւ այս նաև տեսաձայնագրությունը ես փոխանցում եմ նաև դատարանին, որպես ապացույց, դատարանը, որպեսզի հերթական իմ կողմից ներկայացված միջնորդությունը կասեցնելու վերաբերյալ քննի այս տեսաձայնագրությունը որպես ապացույց, քննի, զննի եւ նաեւ գնահատական տա իր որոշման դատական ակտով։ Տեսնեմ այս անգամ ինչ պետք է ասեք, հարգելի դատավորներ, սա ձեր վրա էլ նույնպես հավաքվում է որպես ակնհայտ անարդարացի դատական ակտերի տեսքով փաստաթղթեր եւ իմացեք հետագայում ձեր պաշտոնավարումը ձեզ թվում է որ դուք պետք է երկար պաշտոնավարեք եւ ստանաք ապագայում նաեւ բարձր թոշակներ, չէ, այդպես չի լինելու։ Միայն այս տարածքի համար բոլոր այն դատավորները, որ արդեն անցել են, չկանխելու եւ տարածքը այսպիսի վայրագ ձևով ապականելու համար, անգործություն ցուցաբերելու առումով նույնպես ժամանակի ընթացքում կենթարկվեն պատասխանատվության, դա նույնպես իմ կողմից հետապնդվելու է, որովհետև մեր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը ունի նաև հանցակազմ ակնհայտ անարդարացի դատական ակտ կայացնելու վերաբերյալ, այնպես որ պատասխանատվությունը հասնելու է, հեսա գալիս է, որ սկսի իր վայրագ գործունեությունը, ժամը 9-ին սկսում են, հիմա խաղաղ է, բայց 9-ից սկսելու են ընդերքը էլի շարժել, թող հողը խաբար տա Պետրոսին, տեսնենք նա Պետրոս իրոք առաքինի Պետրոս է, թե Քավոր Պետրոսն է, այսքանը։